Օրերս Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումներն ու դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը, ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում։ Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը շարունակելու զարգացնել գործընկերությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ ՆԱՏՕ-ն ցանկանում է նոր համագործակցության փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։ Հաճելի էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումները քննարկելը։ Սոցիալական ցանցերում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը. «Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներդրումը Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերին։ Մենք պատրաստ ենք աջակցելու բարեփոխումներին եւ հույս ունենք հաջորդ տարի համաձայնության գալու մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթղթի շուրջ», գրել է Շեկերինսկան։ Այս փաստաթուղթն իրենից ներկայացնում է անհատական գործընկերության գործողությունների ծրագիր Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հիմնական շրջանակն է 2005 թվականից ի վեր։ Այն երկամյա ցիկլով էր եւ կենտրոնացած էր պաշտպանական բարեփոխումների, խաղաղապահ գործողությունների, ժողովրդավարական վերահսկողության եւ այլ ոլորտների վրա։ 21 թվականին ՆԱՏՕ-ն ընդունել է նոր մոտեցում One Partner, One Plan կոնցեպտը, որով սա աստիճանաբար փոխարինվում են անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի։ Այն ավելի երկարաժամկետ է, սովորաբար 4 տարի է տևում, ավելի համապարփակ եւ ընդգրկում է համագործակցության ավելի լայն շրջանակ, ներառյալ ոչ միայն պաշտպանության, այլև քաղաքական, անվտանգային, տնտեսական ու այլ ոլորտներ։ Հայաստանի դեպքում քննարկումները այս փաստաթղթի շուրջ ընթացքի մեջ են 23-ից 25 թվականներից եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան դեկտեմբերի 18-ի հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը հույս ունեն համաձայնության գալ այս նոր շրջանակային փաստաթղթի շուրջ 26 թվականին։ Ինչ կարևորություն ունի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ամրապնդման համար։ Այս փաստաթուղթը կխորացնի Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը, դարձնելով այն ավելի կանխատեսելի ու երկարաժամկետ։ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանական բարեփոխումներին, զինված ուժերի կերպափոխմանը, խաղաղապահ առաքելություններին, այն կընդլայնի համագործակցությունը տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարական բարեփոխումների եւ այլ ոլորտներում։ Հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման վերջին տարիները, սա կարևոր քայլ է արևմտյան ուղղությամբ հարաբերությունների ամրապնդման համար, բայց սա չի նշանակում դաշինքային պարտավորություններ կամ ռազմաբազաների տեղակայում։ Ըստ պաշտոնական հայտարարությունների փաստաթուղթը դեռևս բանակցային փուլում է եւ ստորագրումը սպասվում է 26 թվականին։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին զրուցելու եմ ռազմական փորձագետ Ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Պարոն Ներսիսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Ներսիսյան, ՆԱՏՕ-ն ցանկանում է նոր համագործակցության փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։ Ինչ է այն իրենից ենթադրում եւ ինչ նոր հնարավորություններ է այն ստեղծում Հայաստանի համար։ Պարոն Ներսիսյան, հիշեցնենք, որ ըստ էության սա ենթադրվում է, որ 26 թվականի ընթացքում է ստորագրվելու։ Ինչպիսի նոր հնարավորություններ կստեղծի, համեցեք։ Քանի որ մենք դեռ չունենք դետալներ նրա մասին, ինչ տիպի փաստաթուղթ է դա լինելու, օրինակի համար դա ինչ-որ շարունակական փաստաթուղթ է, երկարացնում է այն համագործակցության հարթակները, որ արդեն կան, թե ավելացնում է ինչ-որ նոր հնարավորություններ, այստեղ հաստատ ասեմ դեռ հնարավոր չէ, բայց կարող եմ ենթադրել, որ մեծ մասամբ այս փաստաթղթի լոգիկան լինելու է կրթական տարբեր ծրագրերի շուրջ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև եւ ինչու ոչ կարող եմ պատկերացնել, որ զորավարժությունների հետ ինչ որ առաջ գնացում կարող է լինի նրա հետ համեմատ, թե ինչ ենք ունեցել։ Լավ, նշվում է ըստ էության ընդգծվում է այս հայտարարության մեջ դեկտեմբերի 18-ին նաև Պապիկյանի հետ հանդիպումը, սա ինչ խոսեցին հնարավորությունների համագործակցության ընդլայնման մասին, միևնույն ժամանակ գիտեք, պաշտոնական մակարդակում էլ Հայաստանը չի պատրաստում ՆԱՏՕ անդամակցության հայտ ներկայացնել։
Ես հենց անդամակցության մասին ոչ մի բան չեմ էլ ասում, ինձ թվում է դա սեղանին բանակցությունների սեղանին էլ չի որևէ ձևի այս պահին եւ պաշտպանության նախարարի հետ հանդիպում է եղել բնականաբար այն պատճառով որ ՆԱՏՕ-ն ռազմական բլոկ է եւ ոնց որ հենց առաջնահերթային շահառուները բանակներն են պետությունները եւ հենց ինձ թվում է պաշտպանության նախարարի հետ էլ պետք է քննարկվեր համագործակցության տարբեր հնարավորությունները եւ եթե նույն օրինակ զորավարժությունների ՆԱՏՕ-ի մասնակցությունը ընդլայնելու մասին խոսքը լինի Հայաստանի կողմից կամ օրինակ ինչ որ կրթական նոր ծրագրերի մեջ մասնակցություն տեսնել այդ ամեն ինչը հենց պաշտպանության նախարարության առաջնահերթ հարցերն են Լավ, հետաքրքիր է պարոն Ներսիսյան, դուք ինչպես եք գնահատում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա փուլը հաշվի առնելով, որ անցնող տարվա ընթացքում մի շարք զորավարժություններ նաև տեղի ունեցան եւ խոսվում էր այդ հարաբերությունների խորացման մասին։ Այս պահին բավականին ինձ թվում է սահմանափակ է այդ համագործակցությունը եղել, մինչև այսօր այո եղել են տարբեր ծրագրեր, տարբեր կրթական, եղել են տարբեր ձևի զորավարժություններ, որոնց մեջ Հայաստանը ճիշտ ասած շատ ավելի ակտիվ էր մասնակցում մինչև 2014-15 թվական, բայց այդ զորավարժություններն էլ մեծ մասամբ եղել են տարբեր տենց կիսա ռազմական ոլորտներում, օրինակ ինչ-որ ռազմական բժշկության շուրջ օրինակի համար, ինձ թվում է, որ մինչև ՆԱՏՕ մտնելու որևէ մտքեր կամ որևէ իսկականից մոտ գալ դրան, ահագին դեռ տարբեր հնարավորություններ կան համագործակցելու առանց ՆԱՏՕ-ի անդամ լինել։ Բայց այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման մեծ հնարավորություն կա եւ այս փաստաթուղթը, որի դետալները դեռ չեն հրապարակվել, հենց նաև դրա մասին է, այսպես ասած, հուշում։ Կարող է լինել նաև դա, որովհետև այսօր ԱՄՆ-ի հետ էլ ավելի մոտ հարաբերություններ կան եվրոպական շատ պետությունների, որոնք մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ են, եւ ինչ որտեղ այսօրվա Թուրքիայի հետ հարաբերություններն էլ մի քիչ երևի ավելի քիչ սահմանափակումներ են ենթադրում եմ, կարծում եմ, որ սահմանափակումներ, բայց շատ ավելի թվում է մեղմ իրավիճակը, քան մինչև այս վերջի օգոստոսը։ Պարոն Ներսիսյան, իսկ առհասարակ Հայաստանի համագործակցությունը ընդհանրապես պաշտպանության ոլորտում դիվերսիֆիկացիայի առումով դուք հիմա ինչպես եք գնահատում։ Հայաստանը շարունակում է օրինակ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ խորացնել, տարբեր ուրեմն ռազմավարական համաձայնագրեր տարբեր երկրների հետ ստորագրել, կնքել, բայց շարունակում է մնալ միաժամանակ ՀԱՊԿ անդամ, թեև սառեցված կարգավիճակում։ Ավելին Տասմագամբետը օրերս հարցազրույց էր տվել, որտեղ նշում էր եւ լիահույս էր, որ Հայաստանը ի վերջո ամբողջությամբ կվերադառնա ՀԱՊԿ։ Դուք դրա հնարավորություն տեսնում եք։ Եվ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այս պահին ինչպիսի Այս պահին ճիշտ ասած չեմ տեսնում այդ հնարավորություն եւ այդ հնարավորությունը երևի մենակ ավելի ռեալիստիկ կարա հնչի, եթե ինչ-որ լուրջ քաղաքական ներքին փոփոխություններ Հայաստանում լինեն, բայց այն լոգիկայում տրամաբանությունը, որով պետությունը հիմա շարժվում է, ես ճիշտ ասած դժվար եմ դա պատկերացնում, եւ եթե դիվերսիֆիկացիայից ենք խոսում, այստեղ պետք է նշել, որ այո, ՆԱՏՕ-ի պետություններ, բայց նաեւ Ասիայի պետություններ օրինակի համար Հնդկաստանի մասին հոգնել են արդեն բոլորը խոսալ երևի, բայց նաև Հնդկաստանը, նաև եթե քաղաքական, արտաքին քաղաքական կոմպոնենտից խոսենք, Չինաստանն էլ տեղ ունի այդտեղ եւ մենք տեսնում ենք օրինակ Չինաստանի հետ էլ փաստաթուղթ ստորագրվեց
մի ամիս առաջ մոտավորապես եւ օրինակ արաբական երկրների հետ մեծավոր արևելքի զարգանում են հարաբերությունները դրա համար ես չեմ կարող ասել որ մենակ ՆԱՏՕ-ի կողմը շարժը Հայաստանի կողմից Իսկ այդ համագործակցությունը, օրինակ այդ ռազմավարական փաստաթղթերը ինչ են տալիս Հայաստանին, պարոն Ներսիսյան, Հայաստանը կարծես ամեն շաբաթվա ռեժիմով մի նոր երկրի հետ այդպիսի ռազմավարական փաստաթուղթ է ստորագրում, բայց շատերը այսպես թերահավատ են, թե այն ինչ է տալիս, ինչպիսի հնարավորություններ է տալիս Հայաստանին։ Իբրև փորձագետ դուք ինչ ուրեմն հնարավորություններ ու առավելություններ եք տեսնում այս փաստաթղթերի դեպքում։ Իհարկե շատ ինդիվիդուալ է պետք վերաբերվել այդ փաստաթղթերին, որովհետև որոշ պետությունների հետ դա շատ ավելի բովանդակային փաստաթղթեր են, որոշ պետությունների հետ շատ ավելի մակերեսային, պետք է կարդալ ամեն այդ փաստաթուղթը, եւ օրինակ կա Ֆրանսիան, որի հետ մեր դեռ չենք ստորագրել այդ փաստաթուղթը, բայց օրինակ շատ ավելի խորը հարաբերություններ այս պահին կան, քան որոշ պետությունների հետ, ում որ այդ տիպի փաստաթուղթ ստորագրվել է։ Դրա համար այստեղ ամեն դեպքը առանձին է պետք դիտարկել եւ պետք է նաեւ հասկանալ, որ մակերեսային փաստաթուղթը ունենալն էլ մեկը մի քիչ առաջ է հարաբերությունները երկկողմանի տանում եւ թույլ է տալիս գոնե փորձել իմպլեմենտացնել ինչ-որ օրինակ տնտեսական ծրագրեր համատեղ, ես չեմ ասում, որ սա անպայման պետք է ինչ-որ ռազմական ոլորտում առաջ գնացի մասին խոսել, բայց երբ որ ֆորմալ ստատուսը պետությունների ավելի բարձր է, հարաբերությունների հնարավորություններն էլ աշխատանքի շատանում են, որոշ դեպքերում դա պետք է լինի հենց հայկական կողմը երևի, որ այդ իմպլեմենտացիան առաջ բրդի եւ փորձի ամեն ինչ օգտագործել, որ ավելի ձեռնտու լինի պետությանը։ Շնորհակալ եմ, պարոն Ներսիսյան։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հիշեցնեմ զրուցում է ռազմական փորձագետ, ապրի Արմենիայի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ։